Եկեղեցու անունը ես միշտ արտաբերում եմ որպես հայոց առաքելական եկեղեցի։ Հայ քրիստոնեություն գոյություն չունի։ Դա հայոց եկեղեցին է։ Այսինքն սրանից հետևում է, որ նա պատասխանատու է հայոց համար ամբողջ աշխարհով մեկ։ Եվ եթե մենք ապրել ենք այնպիսի դեկադանս, այնպիսի հետընթաց, ինչպիսին դուք նշեցիք, եկեղեցին չի կարող ստվերում մնալ, որովհետև դա նրա առհավատչյան է, դա նրա գլխավոր առանցքն է, որի վրա նա սպասարկել է հազարամյակներով հայ ժողովրդի գոյությունը։ Եղել է մի քիչ թերի, եղել է մի քիչ ավելի մեծ հաջողություններով եւ այլն, բայց առանց ռեակցիա տալու, առանց գոյություն ունեցողը ընկալելու եւ ներկայացնելու հնարավոր տարբերակներ ժողովրդին, ոչ նրան այդ ժողովրդի վիշտը կամոքես, ոչ կսփոփես, ոչ նրանց կմղես նոր պայքարի, որովհետև մենք ոնց ենք կառուցել էլի քաղաքները։ Մենք կառուցել ենք պատերը։ Հենա մեր ջուցազներգության մեջ էլ Սանասարն ու Բաղդասարը եկան ու կառուցեցին պատերը։ Հետո կառուցում ենք եկեղեցին։ Ինչու՞։ Ինչա մեջ տեղում գտնվում եկեղեցին։ Որովհետև պատերը որպես այդպիսին դա բառից բուն իմաստով անվտանգությունն է։ Պատը անվտանգությունը։ Եկեղեցին դա հոգևոր ամբողջականությունն է ապրողների այդ պատերի ներսում։ Եկեղեցին անընդհատ պետք է հետևի հասարակական արդարացիության աստիճանին, որովհետև ինքը գիտի, որ այդ պատերը պահողը չեն։ Միայն արդարացի երկրի բնակիչն է, որ պատրաստ է իր կյանքը դնել այդ պատերի վրա կանգնած պաշտպանելով իր քաղաքը։ Այլ ելք գոյություն չունի։ Հիմա մենք եկեղեցուց ինչ ենք ուզում, որ նա իր հազարամյա ինստինկտը, հազարամյակների ինստինկտը մի կողմ դնի եւ ասի, որ հա դե սենց էլ թող գնա, ինչ էլ լումա թող լինի։ Այդպիսի բան չի կարող լինել։ Օրինակն էլ բերեմ ընդհանրապես համաշխարհային պատմությունից, էլի կար մի այդպիսի արքա կայսր, բյուզանդական կայսրության մեջ Հերակլ առաջին էլ են գրում, Հերակլ 7-րդ են գրում, նա իսկապես հայ ազգի անձնավորություն էր, բայց երբ որ սկսեց պատերազմ Պարսկաստանի հետ, նա չէր ուզում մարդ սպանել, ասում էր ես քրիստոնյա եմ, մարդ չեմ ուզում սպանացնեմ, ամբողջ գիշեր լաց էր ելնում, եւ ահա եկավ նրա մոտ հոգեվոր առաջնորդը, մետրոպոլիտը եկավ Կոստանդնուպոլսի, ասեց այդ բոլոր բարձերը տարեք թափեք, այդ որ լաց ա եղել այդ բարձերի վրա, լսի, ես եկեղեցու ամենայն ինչ կվաճառել եմ, մեծ բյուզանդական եկեղեցին այլևս ոչինչ չունի, բոլոր շուկաներում գնել են պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնք այսօր 50-55 հազար են, նրանք ներքևում սպասում են, իմ ձեռքինը լինելու է եռագլուխ գավազանը, որովհետև ես իրավունքը չունեմ թրով մարդ սպանելու, իսկ դու հենց հիմա թուրը թաքի ու իջնենք, նա իջավ, եւ որքան է զավեշտական չհնչի, ցույց տվեց, որ Ալեքսանդր Մակեդոնացուց հետո երկրորդ նվաճողը ինքն էր։ Ինչու, որովհետև թիկունքում կանգնած էր այդ հոգևոր առանցքը, որը եկել էր իր հետ, գնում ենք ու այո, ընդամենը մի տարի ու կեսվա ընթացքում նրանք մոտեցան Տիզբոնին եւ գերի տարած խաչը, Հիսուսի լուսաճաճանչ խաչը Պարսից կողմը բերեց հետ տվեց փաթաթ, քարշ տալով էին տարե որպես ստորացում։ Բերեցին հետ տվեցին, որովհետև նրանք հասկացան, որ իրենց առջև կանգնած է այդ մոնոլիտը, հավատքային խղճի եւ պատասխանատվության։ Եթե մեր մոտ չկա այդ ամեն ինչը, եկեղեցին չի կարող կողքի կանգնել, հավատացնում եմ ձեզ։ Նրա հազարամյակների ինստինկտը դա է, նա չի կարող կորցնել հայոց բազմությունը։ Հայոց բազմությունը կորավ այդ դեպքում ինքը կոչնչանա կգնա։ Մենք չունենք այլ ընտրանք, հասկացեք այդ բանը։ Ուրեմն տեսեք, հոգևորական առաջնորդները վերցնենք այն ռեգիոնում, որ ես ապրում եմ, ապրել եմ, Աֆրիկայում բոլոր բռնապետների ճնշումները սկսվել է եկեղեցականների օգնությամբ։ Նելսոն Մանդելան չէր լինի, ես թե Դեսմոնդ Տիտուն չլիներ, երկու լուսահոգիները իմ մտերիմներն էին, Դեսմոնդ Տիտուն, անգլիկան եկեղեցու ղեկավարը, իմ պաշտպաններից մեկն էր, հանդիսանում այդքան մտերիմ էինք, չասածել Բիրմայում այդ 10 քանի մոնկը, հա, Մենաստանի ժողովուրդը, որ դուրս եկավ եւ Բիրմայի հեղափոխությունը սկսեցին նրանք, կանք մեր Հայաստանում, Սարդարաբադ, եկեղեցին կարող է։ Հիմա
Պետք է, այո, պետք է, քանի որ երբ որ քաղաքական իշխանությունը ձախողվում է, աշխարհիկ իշխանությունը ձախողվում է ամեն կողմից, այս կեղծ խաղաղության օրակարգով, բայց զիջողական օրակարգ, մարդկության ուղեղի պատմության մեջ դեռ կա այն սարդարապատը, որ եկեղեցին կանգնել է մեր կողքին, համախմբել է եւ մեր ազգը վերջապես դուրս է եկել եւ հաղթել է այդ ճակատամարտները։ Եկեղեցին կարող է, եկեղեցին եթե այս կազմալուծված ձևով գնա չի անելու, եկեղեցին եթե այս պետական օրակարգը խաղա չի անելու, այդ հոգևոր հայրերը, որ գտնվում են անազատության մեջ, շփվել եմ, չեմ արտահայտի կարծիք, քանի որ անազատության մեջ են եւ չեն կարող իրենց պաշտպանության համար խոսել, կարող էին ավելին անել, չեն արել, այն Արամը, որ օրհնություն էր ուղարկել եւ մենք խիստ դիրքորոշում ենք նրա հանդեպ, Արամ առաջինը նրա հետ անձամբ զրուցել եմ եւ արդեն տեսնում ենք աթորա կռիվ, այդ օրհնություն ես ուղարկել, արդյոք դու ես այդ վարչապետի սիրված հաջորդ կաթողիկոսը, թե դու չես, հասկանում եք, այս պարակտվածությամբ շատ դժվար է լինելու, մենք միակ եկեղեցին ենք, որ 4 կամ 5 աթոռ ենք պահում, արդեն պարակտված ենք, ռուսական եկեղեցին մեկը ունի, կաթողիկները մեկը ունեն, անգլիկանը մեկը ունի, մենք պահում ենք Պոլսի, որ պարզաում շահերն է կատարում, մենք Լիբանանում, Երուսաղեմում, Հայաստանում, Լիբանանում մի հատ ուրիշ էլ կա, այսինքն 5 աթոռ ենք պահում, այդտենց պարակտված ենք, մեկս մյուսին չենք վստահում եւ 5 աթոռ ենք պահում, միակ եկեղեցական կառույցն ենք, որ 4 օֆիցիալ, բայց Լիբանանում ես գիտեմ 2 աթոռ կա, 5 աթոռ ենք պահում եւ աթոռներից ամեն մեկի շահը պահում են, բացի հայկական շահերից եւ աչքել ունեն այս աթոռի վրա, այսինքն դժվար քայլ է լինելու, բայց ժողովուրդը կարա ստիպի, որ այս քանի որ աշխարհիկ իշխանությունը ձախողվում է, կարա ժողովուրդը ստիպի, որ եկեղեցին դառնա այդ ուժը։ Նախ ես ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ Հայաստանը, այսօրվա Հայաստանը առանձին, ինչպես ասենք, վարչապետը, որը ես չեմ համարում լեգիտիմ ընտրված, ասում է, որ մենք պետք է մեր պատմությունը մեզ սխալ բաներ է հուշում, վերջին խոսքեր էլի, այլորդ մենք չենք կարա, եթե մենք խնդիրները փորձելու ենք լուծել այս տարածքի վրա, այսօրվա, մենք չենք կարող մոտակա 20-30 տարում դիմանալ այն ճնշումներին եւ կամ մի մասը փախնելու է, մի մասը լուծվելու է, վերանալու է ամբողջ Հայաստանը եւ հայկականությունը, սկիզբ դնելու հայկականության վերացմանը, որը այդ դեպքում ես հարցը ում է պետք է երկրագունդը, եթե հայերը չկան, թող ամբողջ երկրագունդը ոչնչանա։ Հիմա մենք կարող ենք պայքարել այդ ոնց որ ինչպես Վարդանը նշեց, մեծ Թուրան ծրագրի իհարկե կարող ենք։ Ունենք այդ հզորությունը, վստահաբար ասում կա եւ միջոցների եւ ինտելեկտուալ Ավել քան բավարար է եղել։ Այո, խնդիրը եկեղեցին, որը համաշխարհային հայկական կառույց է, ինքը լավ փոխանցում է ստացել այս ապիկար ես նույնիսկ կոլաբորատիվական չեմ համարում, սա ուղղակի թշնամական կառավարություն է, որպեսզի վերհառնվի իրան մեջ ամփոփված են եւ պարկեշտանձինք եւ դառնա հայքի, որտեղ մենք պատկերացնում ենք Հայաստանի այս կտորի գոյությունը եւ նրա ապագա զարգացումը եւ վերադարձը իր սահմաններին մենակ համաշխարհային մասշտաբներում հայքի արկայությամբ ամբողջ աշխարհում այսպես ասած ցվրված, որը կարող է համախմբի առաջերտին եկեղեցին հայ եկեղեցին իր այսպես հայկականությամբ բուն իսկապես հայկականությամբ եւ
Սա շատ առանցքային կառույց է, նա պետք է ամեն կերպ առողջացնել։ Ինչպես դա արդեն սենց երկու խոսքով դժվար ասել, բայց պետք է ասենք ոնց որ ինչպես առողջացնել հայկական գիտությունների ակադեմիան։ Հա, օտարպես դա կարելի է իսկապես անել, եթե դա ժամանակին ստեղծել է, բազմաթիվ անգամ նշել եմ Իոսիֆ Ստալինը, հայկական ակադեմիան գիտությունների, որը ստեղծման ժամանակ դա իր հզորությամբ էկվիվալենտ եղել բրիտանական ակադեմիային։ Դրա համար էլ ոչ մեկին Նոբելամրցանակ չեն տվել։ Հա, հիմի ասենք ակադեմիան, գիտությունների ակադեմիան ստագնացիայի մեջ է, շատ պարզ պատճառով, որտեղ չկա պահանջը։ Այդ ազդերը պետքա եւ համապատասխան մարդիկ պետք է առաջ գան, որոնք այդ խնդիրները լուծեն։ Պատկերացնում եք 7 ֆիզիկա ինստիտուտ ունենք երկրում եւ ոչ մի հատ լուրջ ազգային գիտական ծրագիր չունենք։ Մենք պետք է արդեն մեր սեփական ռեակտորները ունենայինք եւ բազմաթիվ ուրիշ բաներ, բայց չկա, որովհետեւ չկա պահանջը առաջի հերթին։ Հիմի ասենք չկա չարիք առանց բարիքի, բոլորը ուզում են մեր վերացմանը։ Ամբողջ մեր այսպես ասած նորին, այո, թշնամիներին, բայց մենք էլ պետքա հակառակը ցանկանանք, ասենք, երբ որ մենք ասենք խնդիրներ չունենք թյուրքական ազգերի հետ, որտեղ ասենք ղազախներ, չգիտեմ, կիրգիզներ եւ վաղնջենական ժամանակներում ազդեցություն կապեր են ունեցել, ազդեցություն են ունեցել, գենետիկ ներդրում են ունեցել, ասենք ես չգիտեմ, դուք գիտեք թե չէ, բայց ասենք ես տվյալներ եմ ասում, նույնիսկ կորեական ազգի առաջացման 4 կոմպոնենտներից մեկն են եղել։ Ես ուզում ասում մեր ուկրաինական ազգի առաջացման։ Հա, ուկրաինական եւ այլն։ Մի խնդիրը նա է, ով կարա այդ հոգեվոր առանցքը, այդ տարան, որ ես ասում, ջուրը դուք ոնց կարաք ամփոփեք առանց տարայի։ Դուք չեք կարա ազգին ամփոփեք առանց իր հոգեվոր։ Եթե նպատակ ունեք ամփոփելու։ Հա, այո, եթե չունեք, պետք է այդ տարան նպատակը դա է։ Ջարդել, անցքեր բացել եւ այլն։ Ես կարծում եմ, այո, հնարավոր է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին լինի մեր ժողովրդի մեջքը ուղող այդ կառույցը, որովհետեւ փաստացի միակ կառույցն է այս պայդրությամբ, որ համակարգ է եւ ազգային կառույց է։ Ոչնչացվել են մյուս բոլոր կառույցները, կրթությունն է ոչնչացվել, մշակույթն է ոտնատակ դրվել, մաթեմատիկայի քննությամբ պետք է ընդունվեն ամրցած բան կլինի։ Ծրագիրն է դա, որ ֆիգան մաթեմատիկա հանձնի եւ համարվի ընդունվել են, թե չէ։ Իսկ հումանիտար ամբողջ զանգվածը պետք է կորի։ Դե տենց ոնց կլինի։ Կներեք։ Այսինքն ազգի ինքնության գիտակցումը, որպես այդպեսին, բոլոր ոլորտներում ընդհանուր առմամբ պարոն Խաչատրյանը այսպես ամփոփ ասաց։ Եվ այստեղ եկեղեցու դերը անչափ կարևոր է, բայց երբ որ նշում ենք, որ ժողովուրդը անտարբեր է, գիտեք, ես նորից վերադառնամ այն հողի վրա, հա, միշտ ուղղորդվում է Մասլոուի բուրգի սկզբունքով, այսինքն դու ժողովուրդ ասելով, հանրություն ասելով, ում նկատի ունես։ Եթե նկատի ունես, որ պիտի Հայաստանում ապրող 2.5-3 միլիոն մարդիկ բոլորը նույն մտածողությունն ունենան, նույն ազգային արժեքներն ունենան, դա միամիտ մտածողություն է, որովհետև յուրաքանչյուր ժողովրդի հանրության մեջ 80% եւ ավելին դա ֆիզիոլոգիական զանգվածն է, ինքը ոչ հայրենիքի գիտակցում ունի, ոչ էլ որևէ արժեքներ, իրենց կարևոր է ուտել եւ ֆիզիոլոգիական կարիքներ հոգալ։ Ուրիշ ոչ մի բան, ցավոք բան եմ ասում։ Որ տոկոս ասես 80 Դա ցանկացած ժողովրդի, մենակ հայերին չի վերաբերում։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ այն 20%-ը ժողովրդի ինչպիսին է եւ ինչպիսին որ եղավ 20%-ը, նրա հետևից գնալու է 80%-ը։ 20%-ից էլ 5%-ն է այստեղ առավելագույն արժեքների կրողը, ազգային արժեքների կրողը, լոկոմոտիվը։ Եթե կարողացավ իրական լոկոմոտիվ դարձավ այդ 5%-ը նվիրյալների հատվածը, Հայաստանի բնակչության առումով դա չի գերազանցում 150,000 մարդը։ Եթե կարողացավ լոկոմոտիվ լինել, ապա վստահեցնում եմ ձեզ, այն մնացած 95% ամբողջությամբ կգնա։ Ինչու է ժողովուրդը այսօր կարծես թե անտարբեր
եկեղեցու նկատմամբ եւ ոտքի չի կանգնում հանուն եկեղեցու ձեր հարցն է, չէ։ Ես այստեղ սա կապում եմ բացառապես եկեղեցու առաջնորդների գործունեության հետ։ Երբևէ չենք լսել, որ ամենայն հայոց կաթողիկոսը վեր կենա եւ ժողովրդին միավորվելու եւ եկեղեցին պաշտպանելու կամ եկեղեցու հետևից գնալու կոչ անի։ Ես այս հարցը հաճախ եմ բարձրացրել, որ մենք ինքներս որպես հանրային գործիչներ, մշակույթի, կրթության, քաղաքական կարող ենք ինչ-որ բաներ անել։ Ժողովրդի ինչ-որ հատված մեզնից ամեն մեկին լավ կամ վատ կվերաբերվի, դա բայց ինչ-որ հատված է։ Տեսակ Բագրատ Սրբազանը գործընթաց սկսեց, ժողովուրդը տեսավ, որ կարող է եկեղեցին առաջնորդել եւ հանրապետության հրապարակում մոտավորապես 100,000 մարդ կար։ Ընդամենը մեկ փոքրիկ գործողություն էր պետք, որպեսզի իշխանությունը վերցրեր։ Ես չգիտեմ ինչու չեղավ, չեմ կարող ասել։ Ես կարծում եմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է ինչ-որ մի օր ուղերձով հանդես գա եւ հույս ունեմ, որ նաեւ նոր տարվա ուղերձի ժամանակ կասի, որ մենք պիտի ամբողջ ժողովրդով կարողանանք հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ տապալել հրեշի իշխանությանը։ Այլապես եթե կաթողիկոսը շարունակեց այդ իներտությունը, թող ինձ ներեն այս բառի համար, բայց եթե շարունակեց այսպես հարվածներին պատասխանել пассивությամբ, пассив դիմադրությամբ, միայն միասնության կոչ անելով, ես չեմ ասում իրար դեմ հանի, բայց ի վերջո ժողովուրդը սպասում է այդ թվում, չգիտեմ, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի շարքային բնակիչը սպասում է կաթողիկոսի խոսքին։ Սա է կարևոր։ Հասկանալի է ձեզ մոտեցումը, շնորհակալություն, հիմա հարցերի շրջան է, համեցեք պարոն Խաչատրյան։ Եթե կարելի է ուղղակի մի թեթև բարձաբանում, եկեղեցին ընդհանրապես համրաքայլ ընթացք ունեցող կառույց է։ Այսինքն ինքը բոլոր ժամանակներում այդպիսի հեղափոխական ագրեսիայի աշխատում է չձգտել։ Դա թողնելով քաղաքական ուժերին, թողնելով աշխարհիկ իշխանություններին եւ այլն եւ այլն։ Այսպեսին է ինստինկտը եկեղեցու։ Որովհետեւ եկեղեցին գիտի, որ ինքը շարունակելու է, իսկ կամայական քաղաքական իշխանություն ժամանակավոր է։ Կլինի նույնիսկ դինաստիոն իշխանություն, որ ինչ-որ դինաստիաներ, նրանք ինչ-որ ժամանակ սպառվում են, ցած են իջնում պատմության թատերաբեմից, եկեղեցին շարունակում է իր ընթացքը։ Ինչից ելնելով, ասենք, դժվար է ասել, օրինակ Հռոմի Պապը ինչի չի ասում, բերեք գնանք եւ փրկենք մերձավոր արևելքի գենոցիդի ենթարկվող քրիստոնյաներին։ Չի ասում, չէ՞ այդ բանը։ Ինքը ասում, բայց այնտեղ գենոցիդ են անում։ Եվ եկել եմ Հայաստան, որ խնդրեմ, որ հայերն են մենակ կարողացել գենոցիդի հարցը ամբողջ հասակով կանգնացնել աշխարհի առաջ, որ հայերը գնան պարզեն այնտեղ ում են սպանել, ինչ են արել, բան ներկայացնեն իր վրայից, թողնում է հայերի վրա այդ բանը։ Ինչի, որովհետև եկեղեցին, որպես այդպեսին, հա այդպեսի ինստինկտ ունի իր ներսում։ Նա քաղաքական կոնտրաստային միավոր չի։ Նա գիտի, որ միշտ հաղթելու է ինքը վերջին հաշվով։ Պատմական փորձը այդ է ցույց տալիս, որ հա դրվել է խնդիրը, որ այդ կրոնները պետքա չլինեն, որովհետեւ չխանգարեն համաշխարհային էլիտային։ Համաշխարհային էլիտան կրոնների դիմադրությունը չի կարողանալու հաղթել։ Համաշխարհային կրոնների մասնախոսքը։ Բայց կարողացել են արդյոք համաշխարհային կրոններին դուրս բերել թատերաբեմից։ Իհարկե ոչ։ Իսլամին հնարավոր է դուրս մղել թատերաբեմից այսօր։ Իհարկե ոչ։ Բայց իսլամը ունի նաև այդպիսի քաղաքական դրսևորումներ, ցասման օր եւ այլն։ Քրիստոնեից եկեղեցին այդպիսի բան չունի։ Այսինքն նրա մոտ ինստինկտիվ ընթացքը пассивացված է նաև նրանով, որ նա հետընթաց է արձանագրել վերջին շրջանում։ Այսինքն քրիստոնեի թիվը պակասում է, կոնկրետ Ամերիկայում, ասենք այսօր Թրամփը, այսպես ասած, տագնապի շչակը հնչեցնում է, չէ՞, ասելով, որ դե 50%-ից ցած է, չէ, արդեն քրիստոնեի թիվը ամեն տարի 1% պակասում է։ Ոնց ալնելու, բայց ծանոթության կենտրոնն ի՞նչն ալնելու Ամերիկայի։ Այսինքն ինքը Ռուսաստանում է նույնը։ Չէ, Ռուսաստանում էլ է նույնը, դա սեկուլարիզացիա է կոչվում, այսինքն կրոնաթափություն։ Կրոնաթափության ընթացք է տեղի ունեցողը, բայց ասել, որ դու համաշխարհային կրոններին դուրս կբերես քաղաքական թատերաբեմից եւ ընդհանրապես հասարակական թատերաբեմից, դա հնարավոր բան չի։
որովհետև այդ համաշխարհային կրոնները նրանք եւ ուժեղ են, եւ տարածված են, եւ վերահսկում են իրենց հոտը, ոչ այնպես ինչպես իսլամը միգուցե մեր մոտ, բայց էլի վերահսկում են։ Կրոնը ես իհարկե այսպես ասած կրոնապաշտ չեմ, բայց ես հավատում եմ արարչի գոյությանը, ես առավել ես ուղղակի դա իմ ասպարեզում ապացուցում է, Ոչ ես հավատա, եթե դու գիտես կոնստանտն է։ Հա, եւ տվյալ պարագայում, ասենք, եկեղեցին, հայ եկեղեցին մեծ միսիա ունի, մեծ առաքելություն ունի, մենք նրա շնորհիվ պետքա օգտագործելով նրա ներուժը պետքա ստեղծենք հայքը, որը լինելու է տվյալ այս Հայաստանի հիմնական պաշտպանը։ Մենք եթե այդ պետությունը, որը սկզբից պետքա երկինքներում ձևավորվի, չստեղծենք, ապա մենք այս փոքր երկիրը չենք կարող պահել եւ առավել եւս զարգացնել։ Չեն թողելու ուղակի, իսկ եթե դա այդ լինի, իսկ ինչ անը վարչապետը հայ հենց հարվածներ ուղղվածա, ասում է Շվեյցարիայում էր կարծեմ, ասում էր ես ձեր հետ գործ չունեմ, հայ համայնքը հավաքվել է, ինքն է երևի կազմակերպել, բայց դու այն կեր, դու գնացել ես ընդ հայ մարդուն ասում ես ես քո հետ գործ չունեմ, դու ով ես։ Դե կոսմոպոլիտ է ուզում ցույց տալ։ Համեցեք Ֆրանսիան Պարոն Նայիրի ասած այդ տոկոսները, որ բարձրաձայնում են, իրականում դա հնուց եկած, եթե Աստվածաշնչի վրա հիմնվենք, երբ որ Մոսեսը 12 լրտեսին ուղարկում է, 12-ից 2-ը հետ են գալիս եւ ասում են մենք կարող ենք հաղթել, մնացած 10, այսինքն 12-ի 2-ը դա 16%-ն է։ Բոլոր քաղաքական գործիչները գիտեն այդ թվի մասին, եթե լուրջ քաղաքական գործիչներ, բայց այդտեղ կա մի այլ էֆեկտ, հայերենում երևի ձնագնդիկի էֆեկտ են ասում, ինչ են ասում, բայց ես համաձայն չեմ, որ մեր ազգը անտարբեր է, ոչ ազգը անտարբեր չի, ազգը խոհեմ է, եւ մենք կոչ ենք անում, որ այդ եկեղեցու բախումները չլինի, այդ քաղաքական դեմքերին է, որ ես զարմանում եմ, ով շարժում է անում նույն դեմքերը այնտեղ կամերայի դեմը կանգնած է, ոնց են այդեն շուտ գաղափարապես փոխվում, էլի, ասենք Քոչարյանն անում ընդեղ են, այս անում ընդեղ, նույն դեմքերն են, նույն կամերայի, դա կներեք, այս արտահայտության համար կապիկություններ եմ, էլի տեսնում այդտեղ, հիմա մեր ժողովուրդն էլ լինելով խոհեմ, պետք է չգնա, պետք է ուզում է գնա իջմիածին, թողեք դատարկ, թող Դոն Կիխոտի պես գնա, շենքի հետ կռվի, էլի, Դոն Կիխոտը ոնց է շենքի հետ կռվում, այդ այս բախումներից չգնաք, ասում եմ, երկու հակար դարձող ուժ հավաքեք, ես քաղաքացիական պատերազմ, եթե չէ, անց բախումներ ստեղծեմ ու դա էլի եմ ասում, մեդիաններ, ուրիշ, դա սովորական պրակտիկա է, իսկ ինչքան սենց երկարի, թե Փաշինյանը, թե ամեն քաղաքական պայքար փողոց, ինչքան երկարում, այնքան շատ արտաքին ուժերը ընդգրկվում են, ներդրվում են այդ պայքարի մեջ։